գնահատականներով Հայաստանում կոռուպցիայի գործակիցը 20%-ով ավելի մեծ է, քան Վրաստանի իշխանությունների։ Այն Վրաստանի իշխանությունների, որի դեմ իբր արևմտյան կառույցները պայքարում են։ 20%, հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, երկրորդը գնահատականը, որ համակարգային կոռուպցիան Հայաստանում ինչպես որ նախկինում կար, նույն ձևի մնացել է։ Նույն ձև ոչ մի կարող է չնչին ինչ որ որոշ ոլորտներում փոփոխություն կա, բայց օլիգարխիկ համակարգի բանը, այսինքն օլիգարխացման վիճակը շեշտակիորեն մեծացել է։ Ես մի օրինակ բերեմ, մինչև 2018 թվականը համախառն բանկերի համատեղ շահույթը 50-60 միլիոն դոլարի կարգի էր, 50-60 միլիոն։ Հիմա գիտեք ինչքան է հասել։ 1 միլիարդ 1 միլիարդի չափ։ 1 միլիարդին, որում 1 միլիարդ ինքը հասավ երկրաչափական պրոգրեսիվ 20 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին ուղղակի շշմել կարելի է եւ ամենազարմանալին երկու անգամ համախառն ներքին արդյունքը մեծացել է, բոլոր ցուցանիշներով տնտեսական աճ կա, գյուղատնտեսությունը անկման մեջ է։ Գյուղատնտեսության մեջ կամ անկում կամ 0։